Արմենի ծնողները երեկոյան գնացին գյուղ, տունը մնաց լրիվ դատարկ, միայն Արմենն էր ներսում, սկզբում ամեն ինչ սովորական էր, հեռուստացույցը միացված էր, հեռախոսը ձեռքին էր, բայց գիշերվա ուղիղ 2 անց 13-ին լույսերը մի պահ թարթեցին, տանը այնպիսի լռություն իջավ, որ Արմենը լսում էր սեփական շնչառությունը, նա դուրս եկավ սենյակից, որ գնա խոհանոց ջուր խմելու, միջանցքում օդը սառը էր դարձել, չափազանց սառը, երբ նա հասավ անկյունին, կանգ առավ, այնտեղ ինչ-որ մեկը կանգնած էր, սկզբում թվաց, ծեր մարդ է, կրացած մեջք, երկար մատներ, կախնկած գլուխ, Արմենը քարացավ, ոտքերը չէին շարժվում, հետո այդ էակը դանդաղ բարձրացրեց գլուխը, դեմք չկար, միայն մութ փոսեր, աչքերի տեղում, եւ լայն բացված բերան, ներսում լրիվ սևություն, Արմենը փորձեց գոռալ, ձայն չհանվեց, ծերունիշը շնչաց, ես սպասում էի, երբ մենակ մնաս, հենց այդ պահին խոհանոցի դուռը ինքն իրեն փակվեց, լույսերը հանգան, երբ նորից միացան, անկյունում արդեն ոչինչ չկար, միայն հատակին, փոշու վրա, գրված էր մեկ բառ, Արմեն, իսկ հաջորդ առավոտ, ծնողները տուն վերադարձան, բայց Արմենին այլևս չգտան, միայն միջանցքի անկյունում հայտնվել էր երկրորդ ստվերը, որը դանդաղ շնչում էր,